Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Միայն լրագրողների ահազանգից հետո տեղից շարժված անչափահասների սեռական բռնության բացահայտումը վարչապետ Փաշինյանը վերագրում է իրավապահներին, բայց նրանց շարքերում արդեն պաշտոնանկություններ կան։ Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյան հեռակաբանավեճը շարունակվում է։ Նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդան անցնելու անհրաժեշտ շեմը։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իսկ ընտրարշավը միայն վաղն է մեկնարկում եւ կտևի 29 օր։ Ով է պատասխանատու։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել։ Եվրոպական գագաթնաժողովներից հետո Մոսկվան Երևանին զգուշացնում է, թե եվրոպական մեջբերեմ հակառուսական ուղեծիրը անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական եւ տնտեսական բացասական հետևանքների։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Վեդիում դպրոցական քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքը ըստ Նիկոլ Փաշինյանի բացահայտել են իրավապահները։ Այս հայտարարությունը հնչում է 3 ամիս գործը տեղից չշարժվելու պայմաններում։ Անչափահասների փաստաբանները ավելին պնդում են իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է։ Այդ ընթացքում ենթադրյալ բռնության զոհ է դարձել նաև երկրորդ քույրը։ Իրավապահների աշխատանքի միակ բաց թողումը վարչապետը ինֆորմացիան դուրս հանելն էր առավոտյան համարում։ Երեկոյան նրանց շարքերում միմյանց հաջորդեցին պաշտոնանկություններ։ Հիմա հարց վատ աշխատելու, թե լրագրողներին տեղեկություններ տալու համար։ Պաշտոնական բացատրություն պաշտոնանկությունների շքերթին չեղավ։ Անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, հայտարարում է վարչապետ Փաշինյանն ի պատասխան հարցադրման, որ փետրվարին արձանագրված բռնությունից ամիսներ անց միայն իրավապահները տեղից շարժվեցին լրատվամիջոցների ահազանգերից հետո։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի է թվում, որ այդ գործը, դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահները բացահայտել են, իսկ լրագրողներն ուղղակի օգտվել են ինֆորմացիայի ապօրինի արտահոսքից։ Պատմությունը սա է ըստ Նիկոլ Փաշինյանի։ Որ բացահայտել են, բա ինչ են արել։ Բացահայտել են, լավ, ինչ էին արել։ Մինչև երեք ինչ են արել իրավապահները։ Այսինչ բացահայտում է, որ ընթացքում բռնարարներն ազատության մեջ շարունակել են սեքսուալ բռնության ենթարկել փոքր քրոջը, հետո էլ ներգրավել է ավագ երեխան, մի ուրիշ բռնարար է ի հայտ եկել, տարակուսում է անչափահասների փաստաբանը։ Փետրվար ամսից հասկացվել մեծ քրոջ նկատմամբ բռնությունները։ Հունվարի վերջից փետրվար ժամանակահատված երեխան չի կարող ասել, ամեն դեպքում փետրվարից հետո մինչև ապրիլի 20-ը բռնությունները երկու քրոջ նկատմամբ շարունակվել է։ Փոքրի նկատմամբ շարունակվել է, մեծի նկատմամբ էլ սկսվել է։ Մայիսի 2-ին Բադոյան Նյուզը գրեց վեդիում երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում։ Իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծներն ազատության մեջ պտտվում։ 2 օր առաջ էլ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը ազատությանը պատմել էր դպրոցում են նկատել արտառոց դրվագներ ու փաստերով ոստիկանություն դիմել դեռ փետրվարին, հետո ապրիլի 22-ին։ Մի դեպքում քույրերից մեկի հեռախոսում կասկածելի ձայնային հաղորդագրություններ են տեսել։ Բադոյան Նյուզին մանրամասնել է դպրոցի տնօրենը։ Գամ ինչ բերեմ, տտին չէ ուզում եւ այլն, թե ինչու չես պատասխանում, դու իմ զանգերին չես պատասխանում, չես գալիս հանդիպենք, դե եթե այդպես էր, ես իզուր քեզ հեռախոսը տվեցի, այդպիսի խոսակցություններ, արդեն որ բավականին մտերիմ էր դառնում, ես ահազանգեցի ոստիկանություն։ Մեկ այլ դեպքում մյուս քրոջը փորձել են մեքենա նստեցնել, դպրոցի մաքրուհին է տեսել, տեսախցիկն էլ ֆիքսել է կրկնվող տեսարանը։ 15 Պապայան նույն տաքսին կանգնեց, համոզում էր, որ նստի մոխրագույն Մերսեդես, համոզում էր, որ նստի ավտոն, չէր նստում։ Ապացույցները, կադրեր ու ձայնային հաղորդագրություններ դպրոցը տվել է վեդիի ոստիկանությանը։ Մինչև 3 ենթադրյալ բռնարարներն ազատության մեջ էին։ Աղջնակների ընտանիքը սարսափի ու վախի մեջ, անպաշտպան այնքան, որ ենթադրյալ հանցագործներից մեկին երեխաների հորեղբայրն է դանակահարում։ Իսկ առաջին ահազանգը փետրվարից էր, հիշեցնում է փաստաբանը։ Դեպքի բարի զննություն չեն արել, խոզարկություն չեն արել, հետքաբանական փորձաքննություն չեն արել, հեռախոսների վերծանումներ չեն պահանջել, հարևաններ չեն հարցաքննել,
դատահետ երեխեքին սեռավարակի փորձաքննություն չեն նշանակի, անձիկ հայտնի են եղել, ինչ գործողություն են արել, որ բացահայտել են իրավապահները, ինչ գործողություն են արել։ Դուք ձեր գործընկերոջ անձնական նամակագրությունը հանել եք, ձեր վարչությունում քննարկել եք, մամուլին համարյա հայտարարել եք դրա մասին։ Անչափահասին բռնաբարության մեջ մեղադրվողի հեռախոսը չէ կար գրավել, որ ստուգեք տենակ ինչ այնտեղ կատարվում։ Այ էդ եք դուք։ Այսօր խորհրդարան եկած գլխավոր դատախազիներ դիմում ընդդիմադիրներից Քրիստինե Վարդանյանը։ Աննա Վարդապետյանը թեման չշարունակեց, 3 արդեն խոստովանել էր, որ դեպքի մասին տեղեկացել է հանրայնացումից հետո, խոստացել, որ խիստ խափանման միջոցներ կլինեն։ Այսօր արդեն Վեդիի 65-ամյա բնակիչ երեխաների ընտանիքի մտերիմ ներկայացող Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց։ Իսկ իշխանականները գերադասեցին շրջանցել թեման, խոսելով պատերազմի եռագլուխ ուժերին քաղաքական պատվալ ուղարկելու պլանների մասին։ Այս ընթացքում Վեդի դեպքերի մասին Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը լրագրողների հարցերն անպատասխան թողեց, սրընթաց մտավ խորհրդարանի շենք։ Այստեղ ԿՊԱ-ականներից Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց, արդյոք հանրային աղմուկներ պատճառը, որի վերջո ձերբակալվեցին ենթադրյալ բռնարարները։ Քննչականի պետի պատասխանը հակասություններով լի է։ Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք եւ չտրվենք որևիցե այլ գայթակղության եւ դրանով չոտնահարենք երեխայի լավագույն շահը, որովհետեւ քրեական վարույթը երբ որ հարուցվում է, կատարվում է նախաքննություն, այս առումով մենք առավելագույնս ապահովում ենք, որպեսզի չվնասենք երեխայի լավագույն շահին եւ երեխան կրկնակի զոհի կարգավիճակ չստանա։ Դրա համար ես շատ փակագծեր չեմ կարող բացել։ Քննչականը սակայն ինքն էր 2 օր առաջ մեղմ ասած փակագծեր բացել ու ներկայացրել 2 քույրերի նախաքննական ցուցմունքներից դրվագներ, խիստ անձնական թիրախավորող մանրամասներով ու շեշտադրմամբ, որ նրանք մտավոր խնդիրներ ունեն։ Քննչական կոմիտեի նախագահը շեշտում է, որ հանրային հնչեղություն ստանալուց հետո այդ վարույթը իր հսկողության տակ է անցել, բայց միաժամանակ ընդգծում այնպես չի, որ շատ ժամանակ է անցել ու գործ չի արվել։ Այսօր մայիսի 7-ն է, ապրիլի 22, այսինքն այս ժամանակային կտրվածքը քննության տակտիկական տեսանկյունից եւ ընդհանրապես պլանավորման տեսանկյունից մեծ ժամանակահատված չի։ Արթուր Պողոսյանը սակայն ոչ մի կերպ չի հիշատակում, որ ոստիկանությունում առաջին հաղորդումը ստացվել է փետրվարի 12-ին, այսինքն 3 ամիս առաջ, եւ այդ ընթացքում բռնության ենթարկվող աղջնակները շարունակել են բռնության ենթարկվել։ Կոմիտեի նախագահն ընդունում է, որ գործի քննությունն այժմ ակտիվացել է։ Իմ հանձնարարականով 3 քննիչը միջնորդություն է ներկայացել հսկող դատախազին եւ բավարարվել է միջնորդությունը, այսօր արդեն ներկայացրել ենք ձերբակալել եւ ներկայացրել ենք խափան միջոց, որպեսզի կալանք ընտրվի։ Իսկ քննությունն ակտիվացել է, որովհետեւ իր հսկողության ներքո է, իսկ իր հսկողության ներքո է, որովհետեւ հանրային հնչեղություն ստացավ։ Այսպես հասկացան քննչական կոմիտեի նախագահի խոսքից, միայն թե վերջում պարզվեց, այս հանրային հնչեղությունը նրա սրտով չէր։ Արհեստական իմ կարծիքով հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ նպատակը շարժառիթը որն էր, բայց այնուամենայնիվ կարծում եմ սրանից քննությունը ոչ թե շահեց ակնհայտորեն, այլ նաև այս հիմա ես գիտեմ իրավիճակ, երբ որ այդ երեխաները ըստ էության նաև կրկնակի իրենց տեղում նաև զոհի կարգավիճակում են հայտնվել։ Մենք այսօր նաև պաշտպանության միջոց ենք կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ անվտանգության միջոցներ եւ այլն։ Օրվա առաջին կեսին վարչապետ Փաշինյանը Վեդիի այս սկանդալի բացահայտման մասին էր խոսում։ Ենթադրվում էր գովասանքի պիտի արժանանային Արարատի, Վեդու իրավապահ կառույցների ղեկավարները։ Քիչ առաջ սակայն ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, պաշտոններից ազատվել են քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն ու Վեդիի բաժնի պետը։ Քննչական կոմիտեից հաղորդեցին, Վեդիի քննչականի պետն է ազատվել ու մարզայինի պետը։ Ընտրաշավը սկսում է վաղվանից, բայց փոխադարձ մեղադրանք վիրավորանքներն ավելի վաղ էին սկսել։ Իսկ այսօր նոր երանգներով են շարունակվել Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջև։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ուղիղ 1 օր առաջ ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը փակագծեր չի բացում, որն է իրենց պլան B-ն, եթե ինչ-որ պահի կասեցվի կուսակցության գրանցումը, եւ չհաղթելու դեպքում պատրաստվում են մանդատները վերցնել եւ խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն։ Փոխարենը միանշանակ պնդում է ընտրություններում հենց իր ղեկավարած ուժն է հաղթելու, ինքն է լինելու է վարչապետը։ Պլան B-ն ունի հայ ժողովուրդը։ Այսինքն ես ինչ պետք է անեմ մենակ
Դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա։ Սամվել Կարապետյանը պնդեց, թե 25% վարկանիշ ունեցող քաղաքացիական պայմանագիրը Հայաստանում իշխանություն դառնալու հնարավորություն չունի։ Հրաժարվեց առհասարակ հետընտրական փուլից խոսել, շեշտելով, թե իրենց խնդիրն է կենտրոնանալ սպասվող հաղթանակի վրա։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դարձյալ կրկնել է, իրենց խնդիրն է այնպես անել, որ 3 կուսակցություն, այդ թվում Սամվել Կարապետյանի ուժը չանցնեն խորհրդարան։ Այսինքն այդ կուսակցությունները հլա պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%։ Ինչու է Սամվել Կարապետյանը վստահ, թե հաղթելու է առաջիկա ընտրություններում, հարցրեց լրագրողներից մեկը, նաև ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանը ունի միջազգային հանրության աջակցությունը։ Մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա, ոչ թե միջազգային հանրության վրա։ Միջազգային հանրությունը թող շատ հաճույքով կազմակերպեն ընտրությունները իրենց երկրներում։ Հայ ժողովուրդը հունիսի 7-ին կանի իր ընտրությունը Հայաստանում։ Փաշինյանը պարբերաբար ակնարկում է, թե Սամվել Կարապետյանին Ռուսաստանից են գործուղել Հայաստան։ Այսօր լրագրողները նաև փորձեցին հասկանալ, ինչ կապ ունի Վլադիմիր Պուտինը նրա Հայաստան գալու եւ քաղաքական հայտ ներկայացնելու որոշման հետ։ Կարապետյանը հեգնեց. Պուտինը ինձ կանչեց, ասավ, գիտես, շուտով հորդ 40-ն է, դու կգնաս անպայման կմասնակցես հորդ 40-ի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ ձերբակալի, կալանավորի, տանիք պահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս կհաղթես։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը արձագանքեց նաև քաղաքացիական պայմանագրից հնչող հիմնական մեղադրանքներից մեկին, թե իշխանության գալու դեպքում Հայաստանը դարձնելու են միութենական պետության մաս, իսկ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից մեծանալու է, հաշվի առնելով նաև այն, որ Կարապետյանն իր ունեցվածքը կուտակել է հիմնականում այդ երկրում։ Կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ չեմ կարող հասցնել, բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետև մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք։ Ուժեղ Հայաստանում ինչպես են պատկերացնում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Սամվել Կարապետյանը պնդեց, թե այդ կառույցին ինքն էլ հարցեր ունի, բայց եւ հավելեց, շատ մանրամասների տեղյակ չէ, թե ինչու օրինակ այդ կառույցը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Արդեն մի քանի տարի ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցրած իշխանությանն էլ Կարապետյանը հարց ունի։ Երբ որ ներկայ իշխանությունները պամպերսները հակած ինչ որ հայտարարություններ են անում, դա չեմ էլ ուզում մեկնաբանեմ, որովհետև իրենք հնարավորություն ունեին, քանի տարի արդեն այդ հայտարարությունները անում են։ Մի հատ ստորագրությամբ դուրս գային ՀԱՊԿ-ից։ Վախենում են։ Եվրամիության հետ հարաբերությունները ասած ամեն ինչ կանեն, որ նորմալ լինի, բայց Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ըստ Սամվել Կարապետյանի կեղծ է, իսկ Բրյուսելում ոչ ոք Երևանին պնդեց չի սպասում։ Այս ուժը երաշխավորված խաղաղություն է խոստանում։ ՀԱՊԿ-ին դիտարկում են որպես երաշխավոր։ Կարապետյանը հստակ չասաց, միայն նշեց երաշխավոր կլինի ոչ թե մեկ, այլ մեկից ավելի երկիր։
Իսկ ինչպես են վարվելու նախաստորագրված խաղաղության պայմանագրի եւ թրիփի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Կլավարկենք, վստահեցրեց ուժեղ Հայաստանի առաջնորդը։ Մենք նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ, բայց դա չի նշանակում մենք անելու ենք այն, ինչ գրված է այնտեղ։ Մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է լավարկել այդ փաստաթուղթը, ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանը։ Այսօրվա ասուլիսը առիթ դարձավ, որ Կարապետյանը արձագանքի նաև Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված եւս մեկ պնդման, թե ինքն ընտրություններից հետո ունեզուրկ է դառնալու։ Համարեց, թե դա վարչապետի մեջբերեմ ցնորքն է, պատճառն էլ ըստ նրա Չինաստանից բերված սնկերն են։ Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից եւ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է։ Այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք։ Նիկոլ Փաշինյանն արդեն արձագանքել է, դատական հայց կներկայացնի Սամվել Կարապետյանի դեմ։ Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին եւ բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին արձագանքել են նաև ՔՊԱ-կան այլ պատգամավորներ, նրան անվանելով տգետ, անմակարդակ, մեծաբերան ապուշություններ դուրս տվող։ Սամվել Կարապետյանի ասուլիսի մեկնարկից կարճ չանցած հակակոռուպցիոնը հայտարարեց նրա կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին։ Հայտարարությունը էլի գաղտնալսման ուղեկցվեց։ Ուժեղ Հայաստանից շարունակում են հերքել, թե գումար են բաժանում։ Սամվել Կարապետյանի ասուլիսից կարճ ժամանակ անց հակակոռուպցիոնը հայտարարեց նրա կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու եւ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Իրավապահները ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմի հետ առնչություն ունեցող անձանց։ Ըստ վարույթի Օրենբուրգում ապրող հայ գործարարի կազմակերպմամբ ուժեղ Հայաստանի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին տարատեսակ խոստումներ են տրվել, օրինակ, զիջել պարտքերը, աշխատանքի ընդունել եւ ընտրակաշառքի այլ տարբերակներ են խոստացել։ Հակակոռուպցիոնը չի բացահայտում, թե քանի հոգու է ձերբակալել եւ ովքեր են նրանք։ Նշվում է նաեւ, որ ձերբակալվածները փորձել են խոչընդոտել Սիսիանի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը բռնություն գործադրելու սպառնալիքով։ Հակակոռուպցիոնի հաղորդագրությունն ուղեկցվում է հերթական գաղտնալսմամբ, որում ինչ որ անձինք ինչ-ինչ գումարներից են խոսում, զրույցներ կան նաեւ զենք վերցնելու մասին, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ պայմաններում է իրականացվել գաղտնալսումը, իրավապահները չեն մանրամասնում։ Չնայած օրորի ավելացող քրեական գործերին, Սամվել Կարապետյանն այսօր հերքել է գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները։ Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք։ Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն։ Դա ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որը արտացոլվում է այդպիսի տեսքով։ Հայ առաքելական եկեղեցին իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո մեղադրյալի աթոռին հայտնված եւ քաղաքական հայտ ներկայացրած միլիարդատեր գործարարն այսօր նշեց, չի էլ լսել իր ուժին առնչվող գաղտնալսումները։ Մենք պետք է հասկանանք, ով է ձայնագրում, ինչ են ձայնագրում, խի են ձայնագրում։ Ես վստահ կարող եմ ասել, մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում, քանի որ եթե մենք գոնե մեկ
սխալ թույլ տված լինեինք։ Մինչդեռ այսօր գլխավոր դատախազան Նավարդապետյանը խորհրդարանի ամբիոնից զգուշացրեց, ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների գործերով պայմանական ազատազրկում չկա, մեղադրյալները կդատապարտվեն։ Ցանկացած փորձ խեղաթյուրելու մարդու ազատ կամ արտահայտությունը հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության, այդ թվում ռեալ ազատազրկման ձևով։ Սամվել Կարապետյանի մոտ 2 տասնյակ թիմակիցներ ընտրություններին ընդառաջ մեղադրվում են նաև բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի եւ նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Այս բոլոր գործերը վերջին շրջանում են հարուցվել, դատարան դեռ չեն հասել, իսկ մեղադրյալները հերքում են, թե օրենք են խախտել։ Նախընտրական գրքերը չեն շրջանցում Գյումրին։ Հակառակորդ ուժերից առաջադրված թեկնածուները ավականու այսօրվա նիստում իրար հակադարձելու առիթը բաց չեն թողել։ Գյումրիի ավագանու այսօրվա նիստը վերջինն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ավագանու անդամներից շատերը պատգամավորի թեկնածու են ու առիթը բաց չեն թողնում քաղաքական հակառակորդներին անդրադառնալու։ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրին ղեկավարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն օրինակ ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակի 8-րդ համարն է։ Նա այսօր նիստի մեկնարկին պատասխանեց 2 շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանի ասած պնդումներին։ Ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի խնդրեմ չեմ տեսնում, որովհետև կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցություն չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն ի հեճուկս չեն կառավարության հետ բանի ինչ որ բանի մեջ չեմ մտածել։ 2025 թվականի Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանին ընտրվելուց հետո հաստատած եւ ընտածիկ սուբվենցիոն ծրագրերը եղել են 5 միլիարդ 369 միլիոն դրամի։ 10 սուբվենցիոն ծրագրեր եղել են թերի փաստաթղթերով, մի շարք խնդիրներով, որոնք մեր կառավարման ընթացքում շտկվել, ճշտվել են եւ նորից հաստատման են ներկայացվել։ Պարոն վարչապետ, ձեզ ինչ որ զեկուցում են, այդքան էլ ճշգրտված չեն։ Գյումրիի ավագանու նիստին զուգահեռ կառավարության նիստներ, որի ընթացքում վարչապետը դարձյալ խոսեց Գյումրիի փողոցների փոսերի մասին։ Ես այն օրը մի հատ ահավոր տեսարան էր, երբ որ Գյումրիի անի թաղամասում սենց փոսերի միջով ուղակի երթևեկում ես, Գյումրի ցուցանակը, հենց որտեղ գրած է Գյումրի ցուցանակ, ցուցանակից 3 սանտիմետր են կողմ սկսում է գերազանց որակի ճանապարհը։ Իսկ Գյումրիում վարչապետի թիմակիցները սկսեցին Ավետիս Առաքելյանից թվեր պահանջել, թե պաշտոնավարման 1 տարվա ընթացքում ինչ է արել։ Այո, 13 փողոցը։ 13 կապիտալ վերանորոգված փողոցներ։ Մեր իշխանության օրոք ավարտվել են այդ փողոցները։ ՔՊԱ-ական Էդգար Բաղդասարյանը իր հետ բրոշուր էր բերել, որն Առաքելյանին փոխանցեց։ Ուզում եմ ձեզ նվիրել այս բրոշուրը, որտեղ հստակ գրված է 2018 թվականից մինչև 24 թվականը կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով տարված բոլոր ծրագրերը։ Խնդրում եմ ծանոթացնել։ Առավել թեժացավ մթնոլորտը նիստի վերջում, երբ ամբիոնին մոտեցավ ՔՊ-ից Էմմա Բարսեղյանը, իսկ առիթը Գագիկ Ծառուկյանի այս զրույցն էր Շիրակի մարզում ՔՊ-ի համակիր մի երիտասարդի հետ։ Դուք չեք ասում, ախր ասում են ժողովրդի տոժակը քիչ է, չի կարողանում մի սառնի, ասում եք թող խոտ ուտեն, ասել եք։ Ինձ մի խոսրա եղբայր, ձեզ են կտրել, չեք կարող փողը գնացեք։ Դիմելով մեր քաղաքը խմբակցությունից Կարեն Գրիգորյանին, Բարսեղյանը խորհուրդ տվեց ԲՀԿ առաջնորդին զգույշ խոսել։ Պարոն Գրիգորյան, խնդրում եմ տվյալ անձին զգուշացրեք իր խոսույթում զգույշ լինի։ Թոշակների բարձրացման դիմաց, երբ հնչեցվել է քաղաքացիական պայմանագիրը, ասել է թոշակներ չենք բարձրացնում, խոտ կերեք։ Խնդրում եմ չընդատեք։ Սա ոչ այնինչ է, քան իրազեկվածության պակաս, քանի որ թոշակները բարձրացել են, մարդիկ գոհ են, շնորհակալ են, խոտը պահեք ձեզ։ Եվ խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, Շիրակի մարզ մտնելուց սպիտակներ չկպցնեն շիրակցիներին։ Կարեն Գրիգորյանի հայրը պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու է։ Այստեղ արդեն վիճաբանություն սկսվեց երկու խմբակցությունների միջև։ Արցախն գոյություն չունի, վախենում եք նաև Արցախի անունը, դա։ Արցախի անունը մեկ միշտ վերին եւ չեք խոսեցիք։
Փոխադարձ մեղադրանքների պակաս չկար։ Դուք էիք կառավարում այս քաղաքը եւ այս քաղաքի փողոցաշինության մեղքն է ձեր վիզը եւ այս քաղաքի չկառուցած մանկապարտեզների սպորտ դպրոցների մեղքն է ձեր վիզը։ ՔՊ-ից Վահագն Մկրտչյանը խորհուրդ տվեց կոռեկտ լինել, անձնական վիրավորանքներ չհնչեցնել ու Արցախի հետ կապված ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքներին ի պատասխան այսպես արձագանքեց։ Ուրեմն կգնաք, կհարցնեք, թե 30 տարիների Արցախից քանի միլիոն փող են լափել, Հայաստանի ժողովրդից քանի միլիարդ դոլարներով փող են լափել, դրա մասին խոսում է հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված այն քրեական գործերը, այդ ժամանակվա կառավարիչների մասին, թե քանի միլիարդ փող են լափել, ու այդ ձեր հարցի պատասխանը արդեն տեսնենք, թե ով է սրսրտում Արցախ բառը ասելուց, ու ով է հայաթափել Արցախը։ Վիճաբանության վերջակետը Ավետիս Առաքելյանը դրեց ու մեղադրանքի սլակն ուղեց ՔՊ-ի կողմը։ Ձեր խոսելա ոչ թե միշտ անձնական դաշտ մտնելը։ Երբեք ու երբեք այս երկրում միշտ պահպանվել է քաղաքական էթիկան։ Ոչ մի անգամ ոչ փողը ծեփել են պատերին, ոչ գործունները լիզեր տվել, ոչ մարկած մագանուններով են դիմել։ Միշտ ձեզանից է եկել։ Մենք միշտ պահում ենք այդ ամեն ինչը եւ հիմա էլ խնդրում եմ պահպանենք։ Ավագանու հաջորդ նիստն արդեն խորհրդարանական ընտրություններից հետո կլինի հունիսի 25-ին ու դեռ պարզ չէ, թեկնածու Ավագանու անդամներն արդյոք կհայտնվեն խորհրդարանում, թե ոչ։ Չնայած ընտրարշավը վաղն է պաշտոնապես մեկնարկում, բայց քարոզարշավային տրամադրությունները, ինչպես տեսնում եք, շատ ավելի վաղուց կային։ Առաջիկա 29 օրերին ընտրողների ձայները ստանալու համար տեսնենք, որ ուժը ինչ մարտավարություն է ընտրել։ Ընտրապայքար մտած 17 կուսակցություններն ու երկու դաշինքները վաղն արդեն պաշտոնապես կսկսեն քարոզարշավը, որ վաղուց էր մեկնարկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել ընտրողներին հանդիպելու համար, քարոզչությունը սկսելու է Սյունիքից, ուրբաթ եւ շաբաթ հավաքներ անցկացնելով մարզի 10-ից ավելի բնակավայրերում։ Եվ անհամբեր եմ սպասում մեր հանդիպումներին, սիրում եմ բոլորիդ եւ կգանք, կզրուցենք, կքննարկենք եւ իրար հետ տեր կկանգնենք խաղաղությանը։ Փաշինյանը մեջբերում էր կուսակցության կարգախոսը՝ տեր կանգնիր խաղաղությանը։ Ռոբերտ Քոչարյանն ընտրողներին ասում է՝ միասին կարող ենք։ Նա երկրորդ անգամ է փորձելու Փաշինյանից իշխանությունը վերցնել։ Այդ ճանապարհին քարոզարշավի առաջին կանգառը էջմիացնում է, որտեղ Հայաստան դաշինքը հրավիրել է հանրահավաք։ Կարող է հոգնեցնող լինի, որովհետև տենց բոլոր թիմերն են հիմա դա անում, բայց առաջիկա մի ամիսը տեսնելու են Հայաստանի բոլոր քաղաքներում, բոլոր խոշորացված համայնքներում, տեսնելու են գյուղերում, տեսնելու են բոլոր մարզերում։ Երկրորդ նախագահն այս անգամ կրկին դաշինք է կազմել Դաշնակցության եւ նորաստեղծ Առաջ կուսակցության հետ։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը, որ թեկնածու չէ, տնային կալանքի տակ է ու չի կարողանալու մասնակցել արշավին, քարոզչության մեկնարկից ժամեր առաջ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Կարապետյանի թիմակիցները քարոզարշավը սկսելու են Երևանյան հանրահավաքով, ապա ուղևորվելու են Սյունիք։ Մայիսի 9-ին ուժեղ Հայաստանը փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ կարգախոսով հավաք կանցկացնի Գորիսում, իսկ վարչապետը 70 կիլոմետր այն կողմ Կապանում։ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի առաջին օրը թիմակիցների հետ կհանդիպի։ Հանրահավաքային արշավը նա կսկսի Հայրենի Աբովյանից մայիսի 10-ին երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան կարգախոսով։ Նախորդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսը այս անգամ առանց առաջին նախագահի է գնում ընտրությունների։ Վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսօր հրապարակեց նախընտրական ծրագիրը խելամիտ ուղի կարգախոսով։ Մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։ Եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը, մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Էդմոն Մարուքյանի լուսավոր Հայաստանը, որ 2021-ին դուրս մնաց խորհրդարանից, այս անգամ ընտրություններին մասնակցում է «Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով, համարում են ոչ սովորական քարոզարշավ։ Վերջին տարիների մշակութային դիվերսիան, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, մեր ժողովրդի դեմ, ռևիզիային ենթարկելու մեր ամբողջ պատմական անցած ճանապարհը, եւ դրա համար մեր կուսակցությունը, մեր թիմը չի մտնում այս ընտրության մեջ, որ ասենք, չգիտեմ, մենք խոսանք
սպառողական ինչ-որ խոստումներից, կենսաթոշակներից։ Առաջին անգամ երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում է Փաշինյանի երբեմնի թիմակից Երևանի նախկին քաղաքապետ, կարգին հաղորդման համահեղինակ Հայկ Մարությանը «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով։ Նա արշավը կսկսի երևանյան բակերից, մինչև այդ Մարությանը սոցցանցերում հումորային հոլովակներով էր ընտրողների քվեն հայցում։ Փաշինյան ջան, գիտես, մեր ստուդիան գովազդով էլ է զբաղվում։ Հիմա այս կողրիլերը որ sense գմփստում ես, շատ տրամաբանական կլի մեջը գովազդ էլ անես։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Համաձայն չեմ։ Համբերի մի վարքյան էլի, ոչ չեմ ասում մենակ փող աշխատի։ Քարոզ արշավը կտևի 1 ամիս, ընտրողներին համոզելու վերջին օրը հունիսի 5-ն է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ով է պատասխանատու։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել։ Եվրոպական գագաթնաժողովներից հետո Մոսկվան Երևանին զգուշացնում է, թե եվրոպական մեջբերեմ հակառուսական ուղեծիրը անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական և տնտեսական բացասական հետևանքների։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է Հայաստանի վարչապետին ուղիղ հարցնելով, ով է պատասխանատու հայ գերիների ճակատագրի համար։ Ավելի վաղ օմբուդսմենը ասել էր, ինքը ադրբեջանական բանտերում մշտադիտարկում անելու մանդատ չունի։ Արցախի նախկին պետնախարարը հարցնում է, բա ով է հայ քաղաքացիների հայերի պաշտպանության պատասխանատուն։ Վարչապետը Վարդանյանին չի արձագանքել, ի տարբերություն օմբուդսմենի, որ էլի Հայաստանով սահմանափակվող իր լիազորություններից է խոսել։ Աստված ձեզ դատավոր, ադրբեջանական բանտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսպես է արձագանքել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ 3 տարի գերեվարված Վարդանյանն օրեր առաջ դիմել էր Անահիտ Մանասյանին խնդրել այցելի հայ գերիներին, ապահովի հարազատների հետ նրանց տեսակցությունը։ Անահիտ Մանասյանն էլ պատասխանել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի պետական կառույցների շրջանակում են։ Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը, թողնում եմ նրա խղճին, պարզապես կասեմ, անկեղծորեն ցավում եմ, Աստված ձեզ դատավոր։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի մանդատի շրջանակում չէ, ապա ում մանդատինն է։ Մեր երկրում ով է պատասխանատու այս հարցի համար։ Երբ է նշանակվել այդ անձը, ինչու դրա մասին ոչ ոք չգիտի, ոչ բանտարկյալների ընտանիքները, ոչ էլ հասարակությունը, շարունակում է Արցախի պետնախարարը։ Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն 6 տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն եւ հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել, ոչ երրորդ կողմի, Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ոչ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանը այսօր էլ ազգային ժողովում խոսեց իր մանդատի լիազորությունների սահմաններից, որ Բաքու չեն հասնում։ Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի այցին, անհրաժեշտ է հստակեցնել այցի նպատակը։ Դարձյալ նորից եմ կրկնում, սիրելի քաղաքացիներ, մարդու իրավունքների պաշտպանը, եթե կարծում եք, որ կարող է գնալ որևէ երկրում մշտադիտարկում անել ազատությունից զրկման վայրերում, դա այդպես չի լինելու։ Եթե օրինակ դուք ուզում եք, ինչ եք ուզում, ես գնամ այնտեղ ինչ պատկեր տեսնեմ եւ այլն, սա է պետք հստակեցնել նաեւ համատեղ քննարկումների արդյունքում։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական ու այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության ու իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Հրապարակված նամակում հարցնում է ադրբեջանական դատարանում ցմահ ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը։ Ինչու մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան 1 տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն։ Հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը եւ պահպանման կենցաղային պայմանները։ Անցած սեպտեմբերից, երբ Ադրբեջանում փակվեց Կարմիր խաչի միջազգային գրասենյակը, որևէ միջազգային անկախ կառույցից հայ գերիներին այցելող չկա։ Այստեղ պահվողների շարքում կան տարեց առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիջք են տալիս, դա օգնություն չէ, դա նվաստացում է։ Եթե օգնություն էլ ընդհանրապես հասնում է, ապա ինչեն չի կարիքն ունեն բանտարկյալները։ Արդյոք այս ամենը հայտնի է վարչապետին, գրում է Ռուբեն Վարդանյանը։ Ով է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ամոթ չէ ստանալ խաղաղության
խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել եւ ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարեք պատասխանատու անձին, հրապարակեք աշխատանքի մեխանիզմը, բացատրեք վերջին 6 տարիների ընթացքում ինչ է արվել, կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի եւ գերիների իրենց պետությունից օգնություն ակնկալելն անիմաստ է։ Անահիտ Մանասյանին երեկ էլ դիմել էր հայ գերիներից Դավիթ Իշխանյանը, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը։ Հարազատների միջոցով հրապարակված ձայնային հաղորդագրությամբ խնդրում էր Մանասյանն ադրբեջանցի գործընկերոջ միջոցով իր մեղադրական եզրակացությունն ու դատավճիռն ամբողջությամբ հայերեն ու ադրբեջաներեն տարբերակներով ստանա ու փոխանցի իր ընտանիքին։ Ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Իշխանյանն էլ ահազանգել էր ադրբեջանական դատավարության ապօրինությունների մասին։ Ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանցակարգի կոպտագույն խախտումներով։ Թե կոնկրետ ինչ քայլեր են անում ադրբեջանական բանտերից ՄԻՊ-ին դիմաց հայ գերիների դիմումների ու նրանց ահազանգած խնդիրների ուղղությամբ պաշտպանը այդպես էլ կոնկրետ բան չասաց։ Ձեռքերը ծալած նստած չեն, հավաստիացնում էր Մանասյանը։ Ինչ վերաբերում է ոչ միայն դատական ակտերի տրամադրմանը, ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանը, ինչ վերաբերում է իրավունքների պաշտպանության երաշխիքների հետ կապված հարցերին, ապա այս հարցերով մենք նոր չէ որ զբաղվում ենք։ Այս հարցերով մեր հաստատությունը զբաղվել է ի սկզբանե։ Եվ միակ հստակ պատասխանն այն էր, որ մանդատը վերաբերում է Հայաստանում պահվող բանտարկյալներին անկախ ազգությունից։ Իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են ամենօրյա ռեժիմով են աշխատում ադրբեջանական բանտերում պահվող 19 հայերին տուն բերելու ուղղությամբ։ Ըստ վարչապետ Փաշինյանի, քանի դեռ կոնկրետ արդյունք չկա, ինքն այդ մասին բարձրաձայն չի խոսում։ Վարչապետն այսօր հաստատել է չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք հաղթանակի շքերթին, բայց չի հստակեցրել իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի Մոսկվա, թե ոչ։ Չնայած Փաշինյանն ասում էր Պուտինը տեղյակ է եղել, որ ինքը չի կարող մասնակցել միջոցառմանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երեկ նկատել է Հայաստանի ղեկավարը նույնպես հրավեր ստացել է։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին եւ արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք եւ մասնակցելու ենք քարոզարշավի։ Իսկ Մոսկվայից այսօր դարձյալ կոշտ են արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Արտգործնախարարությունից հայտարարել են, թե Հայաստանը ներքաշվում է Եվրոպական միության մեջբերեմ հակառուսական ուղեցիր։ Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական եւ տնտեսական հետևանքների Հայաստանի համար, պնդել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Վլադիմիր Պուտինի օգնականն էլ հայտարարել է մեջբերեմ երկու աթոռի վրա նստելու Երևանի քաղաքականությունը վնասում է երկկողմ հարաբերություններին։ Մոսկվայի հերթական սպառնալիքները հնչում են այս շաբաթ Հայաստանում անցկացված եվրոպական երկու գագաթնաժողովներից հետո, որոնց մասնակցելու համար Երևան էին եկել եվրոպական ավելի քան 40 երկրների առաջնորդներ, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվանի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին։ Ռուսաստանի նախագահ Պուտինի որոշմամբ մայիսի 8-ից 9-ը հրադադար կհայտարարվի հաղթանակի տոնի առթիվ։ Ուկրաինայի նախագահն էլ ասել է, որ մայիսի 6-ից իրենց հայտարարած հրադադարը ռուսները խախտել են։ Երեկոյան իր ելույթում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մեջբերեմ հայելային կպատասխանի Ռուսաստանի խախտումներին։
Հիմա էլ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների հեռանկարի մասին լուրերին զուգահեռ, որ համաձայնությունը մոտ է, կողմերը շարունակում են կոշտ հակադարձումները։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դրանից ժամ առաջ էլ Սպիտակ տանն էր հայտարարել, թե վերջին մեկ օրում Վաշինգտոնը շատ լավ բանակցություններ է վարել Թեհրանի հետ։ Նրանք ուզում են համաձայնության գալ։ Վերջին 24 ժամվա ընթացքում մենք շատ լավ բանակցություններ ենք վարել եւ շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք։ Թեհրանը քննարկում է ամերիկյան 14 կետանոց առաջարկը, որը ըստ աղբյուրների կենտրոնացած է Հորմուզի նեղուցը բացելու վրա, իսկ մյուս վիճահարույց հարցերը թողնվում են ապագային։ Ըստ Ալ Ջազիրայի ակնկալվում է, որ Իրանն իր պատասխանը Պակիստանին կփոխանցի այսօր ավելի ուշ։ Միջնորդ Պակիստանը ողջունել է հնարավոր համաձայնության մասին լուրը, սակայն հայտարարել է, որ այս փուլում այլ մանրամասներ չի բացահայտի։ Արգորսնախարարությունը նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որ երկրում կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, հավելելով, որ իրենց համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Պակիստանում։ Այս լուրերի ֆոնին նավթի գինը շարունակել է նվազել, հասնելով $97.5 մեկ բարելի դիմաց։ Չնայած այս դրական ազդակներին, Իրանի նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին, քանզի Իրանի վրա նախկին երկու հարձակումները տեղի են ունեցել հենց բանակցությունների ժամանակ։ Նման վարքագիծը ըստ Մասուդ Փեզեշքյանի նման է մեջբերում եմ թիկունքից դանակով հարվածելուն։ Ցանկացած արդյունավետ բանակցություն պահանջում է, որ դադարեցվի պատերազմը եւ տրվեն երաշխիքներ, որ Իրանի վրա հարձակումը չի կրկնվի, ասել է նա։ Փեզեշքյանը նաև շեշտել է, Հորմուզի նեղուցում ԱՄՆ ներկայությունն ու ծովային շրջափակումը խաթարել են կայունությունը ջրային այս կարևորագույն ուղում, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-ը։ Նեղուցի լիակատար բացման համար հարկավոր է, որ ԱՄՆ-ն վերացնի իր ծովային շրջափակումը, պնդել է նա։ Իրանի նախագահը նաև հայտնել է, որ հանդիպել է երկրի գերագույն առաջնորդի հետ, որը հանրության առջև չի երևացել մարտի սկզբից, այդ պաշտոնում նշանակվելուց եւ վիրավորվելուց ի վեր, եւ առ այսօր միայն գրավոր ուղերձներ է հղել։ Փեզեշքյանը չի նշել, թե երբ եւ որտեղ է տեղի ունեցել Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպումը, սակայն ասել է, որ տպավորված է։ Ինձ ամենաշատը տպավորեց իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հաղորդակցվելու ձևը, նրա հայացքները, համեստությունը եւ խորը մտերմությունը, մոտեցում, որ փոխակերպեց քննարկման մթնոլորտը, ստեղծելով վստահության, հանդարտության, կարեկցանքի եւ անմիջական երկխոսության վրա հիմնված միջավայր։ Իրանական աղբյուրներն Ալ Ջազիրային ասել էին, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև քննարկվող վերջին առաջարկը կենտրոնացած է Հորմուզը վերաբացելու վրա եւ չի անդրադառնում Թեհրանի միջուկային խնդրին։ Սակայն Իսրայելի վարչապետը պնդում է, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է ԱՄՆ նախագահի հետ եւ երկու առաջնորդներն էլ համաձայն են։ Հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։ Մենք ունենք ընդհանուր նպատակներ եւ ամենակարևոր նպատակը Իրանից հարստացված նյութերի դուրսբերումն է ու Իրանի հարստացման հնարավորությունների ապամոնտաժումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ այսպես թե այնպես կարող է հասնել դրան։ Նեթանյահուն նաև զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի եւ հենց այս հրահանգն է տվել Իսրայելի պաշտպանության բանակին եւ անվտանգության գործակալություններին։ Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը եւ նրա դաշնակիցները ավելի թույլ են, քան երբևէ, ասել է նա։ Ու ինչ Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, իսրայելական բանակն օդային հարվածներ է հասցրել մի քանի քաղաքների Լիբանանի հարավում, կան զոհեր։ Հրադադարից հետո առաջին անգամ հարվածել են մայրաքաղաք Բեյրութին, որտեղ սպանել են արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլա շարժման էլիտար Ռադվան ուժերի հրամանատարին։ Նեթանյահուն զգուշացրել է, Իսրայելի ոչ մի թշնամի անձեռնմխելիություն չունի։ Իսրայելին սպառնացող յուրաքանչյուր ոք իր կյանքը վտանգի է ենթարկում, ասել է նա։ Թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնելով ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, բաց չթողնեք, հաջողություն։